Հակոբոս 2-րդ գլուխ 8-ից 9 խոսքերը։ Если вы исполняете закон царский по Писанию, Արդ եթե թագավորական օրենքը կատարեք գրվածի համեմատ, թե սիրիր քո ընկերոջը քո անձի պես, լավ եք անում։ Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք անում, հանդիմանված օրենքից, ինչպես օրինազանցներ։ то есть перед законом оказываете преступником. Мгм. Если вы исполняете закон царский по Писанию, Եթե դուք թագավորական օրենքը գրվածքի համեմատ կատարում возлюби եք, ближнего своего, как самого себя, սիրիր քո ընկերոջը քո անձի պես, хорошо делаете. ճիշտ եք անում, լավ եք անում։ Некоторые перепутали здесь. Ոմանք այստեղ ինչ-որ бан շփոթել են։ Они говорят, мне надо, значит, сначала себя научиться любить, Այսինքն նշանակում է ես առաջինը պետք է սովորեմ ինձ սիրել, а потом я научусь тогда, как любить ближнего. հետո կսովորեմ թե ինչպես սիրեմ դիմացինիս, ընկերոջս։ И это большая ошибка. Եւ սա մեծ մոլորություն է, սա Они начинают себя любить, любить, любить. Եվ մարդը սկսում է իրեն սիրել, Значит, душа սիրել, սիրել, ненасытима. եւ И հոգին они էլ так դե и любят իհարկե до сих пор себя. եւ մինչեւ այսօր այդ մարդը իրան է սիրում, հոգին չի կշտանում, Но апостол Иаков говорит, բայց Հակոբոս առաքյալն и ասում он է называет эту заповедь եւ նա այդ պատվիրանը ներկայացնում է որպես царским законом, թագավորական պատվիրան, потому что она стоит над всеми заповедями որովհետեւ դա այն кանգնած է բոլոր в պատվիրանների сфере վերևում, человеческих отношений. մարդկային փոխհարաբերությունների ոլորտում։ Этот закон дан самим царем, Այդ պատվիրանը հենց թագավորի արքայի կողմից է տրված։ Богом, который правит сердцами людей, Աստծուց է տրված, ով վերահսկում է մարդկանց которые սրտերը։ покорны ему. Սրտերը, որոնք ենթակա են Աստծուն, խոնարհվում են նրա առաջ։ Вы знаете, любовь к ближнему это не просто какой-то моральный совет, Գիտեք, ընկերոջ հանդեպ, դիմացինի հանդեպ սերը կար մի բարոյական խրատ չէ։ это не просто хорошее поведение. Դա ուղղակի ինչ որ լավ խրատ չէ, որ Աստված տվել։ Это заповедь, на которой, как сказал наш Господь Иисус, держится весь закон и пророки. Դա մի պատվիրան է, որի վրա ինչպես Հիսուսն էր ասում, ողջ օրենքը եւ մարգարեներն են հիմնված։ И здесь важно, что любовь должна быть к ближнему, как к самому себе. Եվ այստեղ կարևոր է, որ ընկերոջ դիմացինի հանդեպ սերը պետք է լինի ինչպես քո հանդեպ Как սերը։ ты хочешь, чтобы к тебе обращались, Ինչպես որ ուզում ես քեզ точно так վերաբերեն, же научись հենց обращаться к այդպես էլ ближнему. սովորիր նրանց դիմացինիդ վերաբերել։ Это мне говорит о том, что такая любовь, она не должна быть просто поверхностной. Եվ ինձ հուշում է սա այն մասին, որ այդպիսի սերը մակերեսային չպետք է լինի։ Это не выборочная любовь, Դա այդպես ընտրովի սեր չէ։ это любовь, которая глубокая, Դա մի սեր է, որը շատ խորն է։ она практичная и заботливая. Դա շատ գործնական է եւ հոգատար։ Итак, Եվ այսպես, это не эмоция, դա էմոցիա, զգացմունք չէ։ это действие, Դա գործողություն է, которое основано որը հիմնված է на уважении հարգանքի վրա, и на стремлении к добру другого человека. որ այլ մարդու նկատմամբ հարգանքի եւ բարին գործելու վրա է հիմնված։ И дальше он продолжает. Եվ հետո շարունակում է. Но если поступаете с лицеприятием, Բայց եթե կեղծավորությամբ եք վարվում, աչառություն եք անում, то грех делаете ապա մեղք եք и գործում перед законом оказываетесь преступниками. եւ հենց օրենքի առաջ հանցավոր եք դառնում։ Друзья, лицеприятие – это противоположность любви. Գիտեք, աչառությունը, այդ կեղծավորությունը դա հակառակ է Աստծոս։ Это выбор любить и уважать не всех, а только тех, Այդ աչառությունը ուղղակի նշանակում է ընտրություն ունենալ, Кто нам ընտրել թե приятен, սիրել, ով որ մեզ հաճելի է, кто нам выгоден, մեզ շահեկան է, кто похож на нас, ով գուցե նման է մեզ, или может дать что-то взамен. ինչ որ բան փոխարենը կարող է տալ։ Знаете, это разделение на людей на достойных и недостойных. Դա հենց տարանջատումն է մարդկանց արժանիների եւ ոչ արժանիների։ И апостол Иаков говорит, что лицеприятие – это не просто какая-то слабость или ошибка. Եվ Հակոբոս առաքյալն ասում է, որ աչառությունը ոչ թե ուղղակի թերություն է կամ սխալ։ Он называет это грехом. Նա անվանում է դա մեղք։ И он говорит, что через это Եվ նա ասում է, որ դրա միջոցով, дրա человек պատճառով становится преступником перед законом, մարդը օրենքի առաջ հանցավոր է դառնում, который нарушает целостную, как говорится, такую, знаете, как целостную систему Божьей справедливости. որ նա Աստծո ամբողջ այդ արդարության համակարգն է կարծես խախտում։ Лицеприятие Աչառությունը – это противоположность любви. դա սիրուն հակառակ է։ Любовь, она всегда видит образ Божий в человеке. Սերը միշտ մարդու մեջ տեսնում է Աստծո պատկերը։ Галатам 5:6, если вы записываете, Галатам Գաղատացիս 5:6. 5:6-ը Ибо во Христе Иисусе не имеет силы ни обрезания, ни необрезания, но вера, действующая любовью. Որովհետև Քրիստոս Հիսուսում ոչ թլպատությունն է մի բան, ոչ անթլպատությունը, այլ հավատքը, որ սիրով է գործում։ Вы знаете, мы верующие, мы знаем, что соблюдение заповедей или, скажем так, слова, которые исходят из человека, Գիտեք, մենք հավատացյալներ ենք եւ գիտենք, որ մարդու սրտից դուրս եկած խոսքերը
Это всего лишь внешние признаки, Դա ընդամենը արտաքին դրսևորում, которые еще ничего не որոնք говорят. դեռ ոչինչ չեն ասում։ Вы знаете, что атакует такую любовь? Գիտեք ինչն է ատակույտ։ Атакует. Գիտեք ինչն է կարծես հարցակվում սիրո վրա։ И это осуждение. Դա դատապարտությունն է։ Вы не можете любить и одновременно осуждать. Դուք չեք կարող դատել եւ միաժամանակ սիրել։ Иисус говорит прямо, Հիսուսը շատ ուղիղ է խոսում։ не судите. Մի դատեք։ Если вы будете судить, Եթե դուք կսկսեք то и դատել, сами будете судимы. դուք ինքներդ դատապարտվեք։ Луки 6:37. Ղուկաս 6:37։ Не судите и не будете судимы. Մի դատեք ու դատված չեք լինի։ Не осуждайте и не будете Մի осуждены. դատապարտեք ու չեք դատապարտվի։ Судить – это греческое слово «кризис». Դատել դա եբրայերեն նշանակում է թարգմանվում է կրիզիս, Кризис. ճգնաժամ։ И через это мы можем видеть, мудр человек или не мудр. Եվ հենց դրա միջոցով մենք կարող ենք հասկանալ մարդը իմաստուն է թե ոչ։ И сейчас мы подходим к Иакова 4 глава, Եվ հիմա գալիս ենք նորից Հակոբոսի 4-րդ գլխին, 11 и 12 стих. 11-12 խոսքերը։ «Не злословьте друг друга, братья, Մի չարախոսեք մեկդ մյուսին եղբայրներ, իրար մի բամբասեք եղբայրներ, իր եղբորը բամբասողը կամ իր եղբորը դատողը օրենքն է բամբասում եւ օրենքն է դատում։ Արդ եթե օրենքը դատում ես, այլ օրենքի կատարող չես, այլ դատավոր։ Ի 12 դիդը։ Да. Մեկն է օրենսդիրը, դա եւ դատավորը, որ կարող է փրկել եւ կորցնել։ Դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Друзья, вот это слово «злословить» Ահա, այս բամբասել բառը, խոսքը, – это греческое слово «каталалу». դա կատալալու խոսքն է եբրայերենից, Это հունարենից значит թարգմանվում։ говорить против. Դա նշանակում է խոսել դեմ, հակառակ։ В Иерусалиме у нас есть несколько районов. Երուսաղեմում մի քանի համայնքներ И ունեն, один из районов – это ультрарелигиозный район. եւ կա մի տարածք, մի համայնք, որը ուլտրակրոնական է սպես։ Если туда заедешь կրոնական։ в шаббат на машине, Եթե դու այդտեղ հանկարծ շաբաթի ժամանակ մեքենայով тебя մտնես, побьют камнями. նրանք քեզ քարկոծելու են։ И там при входе в этот район Եվ այդ մուտքի առաջ Նավարատախ։ այդ համայնք այդ տարածք висит такая большая табличка. դարպասներին մի այդպեսի պաստառ է փակցրած И написано, եւ գրված է. в этом районе Այս տարածքում այս запрещено злословие. արգելված է բամբասելը։ Что такое злословие? Ինչ է նշանակում բամբասանք։ Злословие на иврите – это ляшон ара. Բամբասանքը դա եբրայերեն հնչում է լաշոն արա։ Ляшон – это язык, Լաշոն դա լեզուն, ара – это Ара. злой. դա չար։ И вы знаете, что в еврейской традиции обозначает это? Եվ գիտեք ինչ է եւ հրեական ավանդույթում դա նշանակում։ Запрещено, запишите, если вы хотите, Ուզում եք կարող եք գրել запрещено արգելված է говорить ասել любые слова, ցանկացած բառ, уничижающие других. որը նվաստացնում է ուրիշին։ Если уничижающее заявление правдиво, Եթե այդ նվաստացնող հայտարարությունը ճիշտ է, то перед вами злословие. ապա ձեր առաջ չարախոսությունն է, բամբասանքն է։ Если это ложь, Եթե դա սուտ է, կեղծ է, то перед вами клевета. ապա ձեր առաջ բամբասանքն է։ Եթե ճիշտ է, դա չարախոսությունն է, եթե սխալ է, արդար չէ, ապա դա բամբասանքն է։ Вам понятно, что такое злословие? Հասկացաք չարախոսությունը Друзья, ինչ։ злословие – это очень, очень опасная вещь. Չարախոսությունը շատ վտանգավոր բան է։ Господь говорит так. Աստված այսպես է ասում. Если ты увидел брата согрешающего, Եթե դու եղբորդ տեսար մեղ գործելիս, грехом не к смерти, ոչ դեպի մահ, молись за него. աղոթիր նրա համար։ И Писание также учит, сам Господь учит нас. Եվ այսպես էլ խոսքն է մեզ Если ты սովորեցնում։ имеешь что-то против ближнего своего, Եթե դու քո ընկերոջ դեմ բան ունես, не надо идти и рассказывать всем, какой он պետք չէ нехороший. գնալ ու բոլորին պատմել, թե որքան վատն է նա։ Господь учит нас. Աստված սովորեցնում է մեզ։ Если ты имеешь что-то против брата своего, Եթե դու քո եղբոր դեմ ինչ-որ иди բան ունես, лично и поговори с գնա этим եւ братом. անձամբ նրա հետ И խոսի։ когда ко мне подходят такие люди, Եթե ինձ մոտ այսպիսի մարդիկ самая են большая գալիս, ловушка для служителей, ծառայողների համար ամենամեծ Для пасторов, թակարդը հովիվների համար, когда кто-то приходит, երբ ինչ-որ մեկը գալիս է, рассказывает, պատմում է, вот такой-то брат, он такой-то сякой-то, այսպիսի եղբայրը այսպիսի բան է արել, и он то-то и то-то եւ сделал, նա այսպիսին է, այսպիսի բավատ բաներ и է արել, служитель потом идет разбираться с եւ ним. իհարկե ծառայողը գնում է, որ այդ հարցը Եվ он уже попал в բարձաբանի ловушку. եւ արդեն թակարդի մեջ է այդ ծառայողը։ Когда ко мне подходит такой человек, Երբ որ ինձ мոտ այդպիսի մարդ է գալիս, первое, что я ему говорю, առաջինը ես ինչ ասում եմ послушай, նրան։ Լսիր, ты говорил с ним об этом? դու նրա հետ խոսել ես այդ Не-не-не, я не մասին։ буду с ним Չէ, ես չեմ разговаривать, он խոսի, такой плохой նրա հետ человек. շատ վատ մարդ է։ Я даю тебе Ես տալիս եմ քեզ 4 минуты. 4 րոպե։
Если ты сейчас с ним не поговоришь, Եթե դու հիմա նրա հետ չխոսես, я пойду сам ему расскажу, что ты пришел мне рассказывать. ես ինքս կգնամ նրան կպատմեմ, թե դու ինչ Мы պատմես։ должны остановить это в церкви. Մենք պետք է կանգնեցնենք դա շատ։ Это то, что приносит разделение. Դա այն է, ինչ բերում է բաժանում։ Итак, если мы говорим слова, которые уничижают других людей, Եթե մենք ասում ենք խոսքեր, որոնք նվաստացնում են դիմացինին, даже если это правда, նույնիսկ եթե դա ճիշտ է, это говорит о том, что это злословие. դա խոսում է այն մասին, որ դա չարախոսություն է։ Если перед нами ложь, Եթե իհարկե մեր առջև То это սուտ է, клевета, ապա դա запомните. բամբասանք է։ и смотрите что, по сути это нарушение 31 заповеди Торы, Փաստացի դա 31 օրենքի խախտում է Տորայում, из которых որոնցից 17 это запреты, 17-ը դա արգելքներ էին, 14 это постановления, 14-ը դա постановления. օրենսդրությունն է, այո։ И все они говорят о нашем языке. Եվ այդ բոլորը խոսում են մեր լեզվի մասին։ Итак, я хочу, знаете, друзья, я люблю читать на иврите. Գիտեք, ես սիրում եմ կարդալ И եբրայերեն։ я хочу, чтобы вы услышали и увидели, что происходит в этот момент. Եվ ուզում եմ, որ дուք հասկանաք ու տեսնեք, թե ինչ է այդ պահին տեղի։ Вы готовы принять что-то новое? Պատրաստ եք ինչ որ նոր бан ընդունել։ Иакова 4, 11, 12, я сейчас прочитаю на иврите, ты переводи. Ես հիմա կկարդամ եբրայերեն, դուք թարգմանես։ Апостол Иаков обращается к церкви. Հակոբոս առաքյալը եկեղեցուն է դիմում։ И он говорит: Ахим Якарим, дорогие братья, Եվ նա ասում է Ախիմիա Կարիմ, սիրելի եղբայրներ, аль там тиху бикарот иш аль раеху. Не натягивайте как бы разбор или рассматривание какое-то на ближнего своего. մի էսպիսի քննարկման մի դրեք, ինչ որ մեկի մասին քննարկումներ մի արեք։ Дальше он говорит, то есть не натягивайте на ближнего своего критику, Քննադատություն մի հնչեցրեք Осуждение. ձեր ընկերոջ վրա, դատապարտություն, порицание, как бы, ну, вот так. մատնացույց անել։ Дальше он говорит: аль-тирахлу. Аль-тирахлу — это не распускайте слухи Եվ այսպես չար լուրեր մի տարածեք։ и не будьте наушниками. Եվ ականջակալներ մի եղեք։ Кто знает, что такое наушники? Ով գիտի Я ականջակալներ։ как только уверовал, Ես երբ որ հավատքի я եկա, читал это местописание, կարդացի այդ я տեղը, позвонил своему брату, զանգեցի իմ я եղբորը, говорю: брат, что такое? ասեց եղբայր ինչ է եղել։ Он говорит: ты знаешь, что это такое? Ասեց դու գիտես դա ինչ է։ Это вот так. Ասեց այսպես։ По секрету всему свету. Այսպես գախնիությամբ ամբողջ աշխարհի առաջ։ Да-да, посмотри, вот видишь, вот эта Լսիր ուրեմն, женщина сидит, ես ես այն улыбается. կինը, որ նստած ծիծաղում է։ Платочек, видишь, такой серенький у нее, с Տեսնում ես клеточкой. այդ շորը, կտորը տեսնում ես сейчас նրա тебе այդ կապ։ всё про неё Ես расскажу. հիմա նրա մասին քեզ ամեն ինչ Только ты никому не կպատմեմ, рассказывай. բայց ոչ մեկի չասես։ И дальше он говорит: Եվ հետո նա ասում է. аль туциу диба. То есть не выносите клевету и не злословьте. Մի չարախոսություն մի արեք եւ բամբասանք մի արեք։ И дальше он продолжает: Եվ հետո շարունակում է. Шекен басутхем зот, поступая или делая такие дела, Այդպիսի գործեր, այդպիսի բաներ անելիս, атем оврим аль торат хай, вы перешагиваете через закон Божий, դուք շրջանցում եք կարծես Աստծո օրենքը, ашер мецавелину лигов ишетрееху, который заповедовал нам любить ближнего своего, ով մեզ պատվիրել էր սիրել մեր ընկերոջը, атем махлитим ляцмехем манахон вемалонахон. В этот момент вы сами определяете, что правильно, а что неправильно. այդ պահին կարծես դուք ինքներդ եք որոշում ինչն է ճիշտը եւ ինչն է սխալը, Беот шетавкидену ину лишпот это Тора эле ликаему. Так, когда наше призвание не судить закон, а исполнять его. երբ որ մեր կոչումը ոչ թե օրենքը դատելն է, այլ օրենքը կատարելը, Рак Мишинатен это Тора рашай лишпот бинену. Только тот, кто дал закон, может судить между нами. եւ միայն նա ով մեզ օրենքը տվել է, մեր մեջ կարող է դատ վարել։ Веу бильват махлит им ляцилу леабету тану. Только он может определять, спасти или погубить нас. Միայն նա կարող է որոշել, հաստատել, И дальше он делает такое сильнейшее Եվ заявление. այսպեսի կարևոր ուժեղ հայտարարություն է անում առաքյալ։ אבל איזה רשות יש לכם למתוח ביקורות על אחרים? То есть, какое право, кто дал вам право натягивать на других критику, осуждение, порицание? Եվ կարծես այսպեսի հայտարարություն է առաքյալում, ով է ձեզ իրավունք տվել ուրիշների մասին բամբասել, չարախոսել, քննադատություն հնչեցնել։
Можно мне что-нибудь такое взять вот так вот? Здесь. Я возьму. Хорошо. Вот так вот. Ага. Я хочу вам наглядно сейчас кое-что Ես ուզում եմ показать. պատկերավոր ձեզ հիմա ցույց տամ։ Смотрите, закон говорит нам, Տեսեք, օրենքը մեզ ասում է. возлюби ближнего твоего. Սիրիր քո ընկերոջը, Что мы делаем? ինչ ենք մենք անում։ Когда мы, Писание говорит, если мы начинаем злословить или осуждать, Խոսքը критиковать ասում է, եթե братьев, մենք չարախոսում ենք, բամբասում ենք, քննադատում ենք, в этот момент мы переступаем через закон Божий, այդ պահին մենք կարծես շրջանցում ենք и Աստծո мы օրենքը, опускаем Слово Божье. եւ մենք ցածրացնում, իջեցնում ենք Что Աստծո խոսքը։ происходит? Ինչ է տեղի ունենում։ Мы берем, опускаем Слово Божье, Մենք ցածրացնում ենք Աստծո мы խոսքը, перешагиваем через него, շրջանցում ենք Աստծո խոսքը, говорим, а я сам определяю, что правильно, а что եւ неправильно. ասում ենք, ես ինքս կորոշեմ ինչն է ճիշտ, ինչը սխալ։